Սա միայն ընտրություն չի, սա երեխաների հեղափոխություն է, եւ երեխաների ապագային սպառնացող ցանկացած սպառնալիք պետքա ջարդուփշուր արվի հենց բնում։ Այդ սպառնալիքները անուններ ունեն։ Ռոբերտ Քոչարյան, կալուգացի օլիգարխ եւ բելարուսամետ օլիգարխ։ Պետք է ջախջախվեն իրենց բնում։ Դրանց հասարակական ջախջախելու եմ։ Ջախջախելու եմ, անհատապես ջախջախելու եմ։ Ու իրենց շոշափուկների եւ մետաստազներին ջախջախելու եմ հասարակական բոլոր հնարավոր միջոցներով։ Ես ասում եմ, քանի վարչապետ եմ, ջախջախելու եմ հասարակական դրանց հասարակական ջախջախելու եմ։ Փաշինյանը ընտրություններից հետո իր ագրեսիվ խոսքից ու սպառնալիքներից չի հրաժարվում, շարունակելով նպաստել երկրում ատելության խոսքի տարածմանը։ Ընդդիմադիրներին ուղղված հերթական սպառնալիքներն այս անգամ հնչում են ոչ թե պիկապների վրայից, այլ ազգային ժողովի ամբիոնից, կառավարության հետ այս գումարման խորհրդարանի վերջին հարց ու պատասխանին։ Այն քաղաքացիներին, որոնք համաձայն չեն իր հետ, Փաշինյանն առաջարկում է փողոց դուրս գալ։ 24 թվին ոնց ասացի, Ղարաբաղի շարժումը չի շարունակվել, ով համաձայն չի, կոչ եմ ընդդիմություն կոչ չի անում դուրս գալ փողոց, ես եմ կոչ անում։ Հենց այսօրվանից դուրս եկեք փողոցներ հեղափոխություն արեք։ Այս process-ը ուրիշ ձևով կանգնեցնելու հնարավորություն չկա։ Միաժամանակ սակայն Փաշինյանն ընդդիմությանը սպառնում է իր հերթին փողոց անել իր աջակիցներին, եթե հանկարծ ընդդիմությունը որոշի փողոցային պայքար սկսել։ Ում ձայնն է կեղծված, ասում եմ, դուրս եկեք հրապարակներ, ում ձայնը կեղծված է։ Դուրս եկեք հրապարակներ։ Կոչ եմ անում դուրս եկեք հրապարակ։ Որտեւ հաջորդիվ դուրս են գալու հրապարակ նրանք, ում ձայնը իրոք կեղծվել է ձեր լրտեսական ցանցերի եւ ձեր ընտրակաշառքների միջոցով։ Եվ ես առաջնորդնելու եմ այդ մարդկանց։ Այդ ժամանակ դուք հեղափոխությունը կտենաք։ Այդ ժամանակ դուք կտենաք ինչ է նշանակում ոչ թե սիրո եւ բանի համերաշխության եւ թավշա հեղափոխություն, այլ կտենաք ինչ է նշանակում իսկական հեղափոխություն։ Ընդդիմադիր ուժերը Փաշինյանը կրկնում է հավաքական պատերազմի եռագլուխ կուսակցություն են։ Նրանք ըստ Փաշինյանի շարունակում են պատերազմի սպառնալիք ստեղծել, անգամ այն դեպքում, երբ ընտրությունների արդյունքում իշխանություն չեն ստացել։ Ավելին դա Փաշինյանը որպես արդարացում է ներկայացնում հայտարարելու համար, թե խաղաղությունը կարող է փլուզվել։ Ես ուզում եմ հղում անել իմ ընտրություններից առաջ արած հայտարարությանը, որ մեզ պետք է համանդրական մեծամասնություն, որպեսզի մենք բացառենք պատերազմը։ Եթե մենք հիմա չկառավարենք այս իրավիճակը եւ ընկալում ստեղծի, որ Հայաստանի Հանրապետությունում 500,000 մարդ կա, որ ասում է մենք պետք է Ղարաբաղի շարժումը շարունակենք, եւ պետք է ծովից ծով, այսինքն այդ պատերազմի եռագլուխ կուսակցության գումարն եմ ասում, արձանագրված ձայների։ Դա շատ լրջորեն կսրի քաղաքական, ռազմաքաղաքական իրավիճակ Հայաստանում, մանավանդ այն պայմաններում, եւ որ մենք այսօր ունենք նոր բանակ եւ կարա հարց առաջանա, կարող է այդ բանակը հայտնվի այն մարդկանց ձեռքում, հասկանում եք, ես այս նկատի ունեմ։ Հայաստանն ու Ադրբեջանը Փաշինյանը պնդում է շարունակում են մնալ խաղաղության օրակարգին հավատարիմ, դրա մասին նրա խոսքով վկայում է նաև Ադրբեջանի նախագահի օգնական Հիկմեթ Հաջիևի այցը Հայաստան։ Ինքն էլ ասում է հաջորդ տարի Եվրոպական համայնքի գագաթնաժողովին պատրաստ է Բաքու գնալ։ Փաշինյանը այսօր նույնպես դատավորի դեր էր ստանձնել, հայտարարում էր ընդդիմադիր առաջնորդները պետք է ազատության մեջ չլինեին, իսկ պատճառը, որ մինչև հիմա ազատության մեջ են, ասում է այն է, որ խուսափել են արտաքին ուժերի հնարավոր հակազդեցությունից։ Հիմա արդեն ակնհայտ է, որ այդ մաֆիան ունեցել է դրսի հովանավորներ, որոնց հետ կապված մենք շատ զգույշ եւ կաշկանդված ենք եղել։